Երևանում մահացած է հայտնաբերվել ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած եւ Հայաստանում ապաստանած Այշաթ Բայմուրադովան։ Ոստիկանությունը միայն հայտնում է, որ զանգահարել է մի քաղաքացի ու տեղեկացրել, որ Դեմիրճյան փողոցի Վարդսով բնակարաններից մեկում կնոջ դիկա։ Նշանակվել են փորձաքննություններ, առայժմ տեղեկություններ չկան ինչից է վրա հասել մահը, արդյոք կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել։ 23-ամյա կինը որոնվում էր որպես անհետ կորած, մանրամասներ հայտնի չեն, թե անձնական ինչ խնդիրներ է ունեցել Բայմուրադովան Չեչնիայում, ընկերներն ասում են չի հաշտվել բռնատիրական կարգերի հետ։ Այշաթի երևանյան ծանոթներից մեկը, որ ահազանգել էր նրա անհետացման մասին, սեփական անվտանգության նկատառումներով անանուն մնալու պայմանով ազատությանը պատմել է, որ այդ օրը Բայմուրադովան հյուր է գնացել Ինստագրամի միջոցով ծանոթացած մի աղջկա։ Якобы тоже из Чечни, но живет в Москве. Իբր ինքն էլ է Չեչնիայից, բայց ապրում է Մոսկվայում։ Կարինա անունով այդ աղջիկը, որը կարծես կեղծ օգտատեր էր, հրավիրել է իր վարձած բնակարան, դատելով տեղի ունեցածից դա ծուղակ էր։ Այդ օրվանից հոկտեմբերի 15-ից նա կապից դուրս չի եկել։ 15 числа она не выходила на сессии, даже как бы не российские законы, а вот именно чеченские. Անգամ ոչ թե ռուսական օրենքներից, այլ հենց Չեչնիայի կարգերից էր փախել։ Նա ցանկանում էր ապրել ինչպես այլ երկրներում է, Հայաստանում, Եվրոպայում։ Չեչնիայում դա անհնար էր, հատկապես անհաշտ էր այն բարքերի հետ, թե ինչպես պետք է կինն ապրի Չեչնիայում։ Как должна жить женщина? Новую жизнь как бы пытаются начать. Փորձում էր նոր կյանք սկսել։ Ես հանգամանքները չգիտեմ, բայց սա ոչ մի դեպքում չէր կարող ինքնասպանություն լինել։ Նա բռնի հանցագործության զոհ է։ Она стала жертвой какого-то насильственного преступления. Բացի գործի քննությունից եւ բացահայտումից Հայաստանի իշխանությունները պետք է նաեւ հռչակագրային մակարդակում խոսեն սրա մասին եւ շեշտեն, որ Հայաստանը չի կարող լինել այն երկիրը, որտեղ մեկ այլ երկրի իշխանությունների դրդմամբ կամ լուր համաձայնությամբ կարող են ինչ-որ տղամարդիկ գալ եւ նման սպանություններ իրականացնել։ Այս դեպքը իմ կարծիքով նաեւ նշան է, կոչ է բոլոր այն մյուս Ռուսաստանի քաղաքացիներին, նաեւ այդ Հյուսիսային Կովկասի կանանց, որ Հայաստանը ձեր համար ապահով տարածք չի եւ ուր էլ փորձեք փախչել, միևնույն է մեր ձեռքերը ձեզ հասնելու են։